Փաշինյանն է բացել կործանարար պատերազմի դուռը։ Ես հիմա պնդում եմ, որ այս հրապարակումները արդեն մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակումից հետո է Փաշինյանին հրեշ անվանում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը։ Այստեղ ոնց որ գալիս ենք համազգային կոնսենսուսի, որ բանավեճ այլևս չի կարող լինել, որովհետև հնարավոր չի բանավիճել փաստերի, ապացույցների իսկության շուրջ։ Հրապարակված թղթերից մեկը Մինսկի խմբի համանախագահների 2019-ի հունիսի այն առաջարկն է, որը Զուրաբյանի համոզմամբ հաստատում է Արցախը կարող էր ունենալ հայկական ապագա, եթե Փաշինյանը չտապալեր բանակցությունները։ Ըստ էության նա լեգիտիմացրել է այս մերժումով, բանակցություններից հրաժարումով Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմի վերսկսումը 2020 թվականին։ Արդյունքում նա ներքաշել է մեզ մի պատերազմի մեջ, որում մենք ունեցանք եւ Արցախի ոչնչացումը եւ 5000 մեր զինվորների կյանքի կորուստը։ Ինքը Փաշինյանը հրապարակումից հետո բոլոր հարթակներից հայտարարում է, որ 2019-ի այդ փաստաթուղթը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկն է, այլ մի սովորական սեղմագիր։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փաստաթուղթը ոչ թե ձևավորվել է իմ վարած բանակցությունների արդյունքում, հասկանում եք, այս շատ կարևոր նրբություն է, որտեղ ես այդ ընթացքում դեռևս իմ շփումներում շարունակել եմ գտնվել տեղեկատվության հավաքման փուլում։ Հավանական է, որ մինչ Փաշինյանը գտնվել է բանակցային տեղեկությունների հավաքման փուլում, ինչպես ինքն է ասում, համանախագահները սպասել են Երևանի պաշտոնական պատասխանին։ Այդպես էլ չեն ստացել այն եւ բնականաբար եզրակացրել են, որ Հայաստանը հրաժարվում է բանակցել։ 2019 թվականի Հավանական սցենար է ըստ Լևոն Զուրաբյանի, նա պատահական չի համարում, որ կառավարությունը հրապարակել է միայն համանախագահների առաջարկը, իսկ Երևանի պատասխանը հրապարակված չէ։ Հարցը չէ առաջանում։ Քեզ եկել է 2019 թվին սենց փաստաթուղթ։ Խաղաղություն, Ղարաբաղի դե ֆակտո անկախություն եւ դուք վազեիր ես բանակցելու։ Դու ինչ ես պատասխանում։ Դու 3 տարբերակ, ես արդեն ասացի, 3 տարբերակ ունեիր։ Կամ պիտի անմիջապես սրանից բռնվեիր, գնայիր խաղաղության հասնելու նպատակին։ Իսկ ես հիմա ապացույցներ կբերեմ, որ Ալիևը համաձայն էր։ Ես այդ ապացույցներն կբերեմ։ Երկրորդ տարբերակը գոնե շարունակեիր բանակցել, ասեր լավ, այս պլանը ունի խնդիրներ, ես առաջարկում եմ այսպիսի փոփոխություններ, եւ երրորդ տարբերակը դա պատերազմի տարբերակն է, երբ որ դու ոչ մի բան չես պատասխանում։ Դու թքում ես միջազգային հանրության ճակատին։ Փաշինյանը չի հերքում բանակցային թղթերի մեջ գլուխ հանելու դժվար գործի ընթացքում հանկարծ բացահայտել է, որ ահռելի խզում է եղել Ղարաբաղյան կարգավորման հայկական ու միջազգային պատկերացումների մեջ։ Պրոբլեմը առաջացել է այն ժամանակ, երբ որ մենք արձանագրել ենք, որ իրական բանակցություններում, դիվանագիտական եւ միջազգային հարթակներում ձևավորված բովանդակությունը ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը։ Խզումներն ու բացերը լցնելու համաձայնության հասնելու համար են հենց բանակցությունները, բացատրում է ՀԱԿ փոխնախագահը, երբ լռում են բանակցողները, զենքերն են սկսում աղմկել։ Հիմա ասեմ իրականում Նիկոլ Փաշինյանի պատասխանները, նորից եմ ասում, դիվանագիտական խողովակներով չի պատասխանել։ Ինքը պատասխանել է իր հանրային քայլերով։ Մասնավորապես, ուղիղ 2 ամիս հետո, այսինքն ստացել է այդ նամակը, չի պատասխանում, գնում է Ստեփանակերտ, հավաքում է համազորթական մի հանրահավաք, որում ասում է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Միջազգային հանրությանը չպատասխանած մարդը չի կարող այդպիսի հայտարարություն անել, եթե չի ցանկանում ֆատալ հետևանքներ, բացատրում է Զուրաբյանը։ Համաձայնվում են։ Հենց այսքանը ըստ նրա բավարար է, որ ապացուցված համարվի Փաշինյանի մեղքը։ Նա մերժել է այս պլանը եւ ընդհանրապես բանակցությունները այդ մերժումով մարտահրավեր են նետել
ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև ամբողջ միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին։ Այս ամբողջ հետևանքները, Հայաստանի աղետալի թուլացումը, Արցախի կորուստը, 5000 զինվորների մահը, ամբողջությամբ եւ բացի դրանից, այս կապիտուլյացիայի սողացող եւ բայց չդադարող այս ամբողջ գործընթացը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի խղճի վրա է։ Խիղճը չի ներում, թե ուրիշ բան է փոխվել։ Ինչու է փաստաթղթերի հրապարակումից հետո Փաշինյանը հետ կանգնել նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու իր իդեաֆիքսից։ Էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն։ Ես լիովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության հետ, որ ինքը երեք արել է։ Ինչպես ինքը արտահայտվեց, էլ բանավիճելու բան չկա։ Զուրաբյանը հիշեցնում է, իր քաղաքական թիմի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկինում էլ է հայտարարել, երբ հրապարակվեն բանակցային փաստաթղթերը, բանավեճի թեման կսպառվի։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։